Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սիրելի էջմիածինցիներ, մենք շարունակում ենք ակցիան ի պաշտպանություն հայ առաքելական սուրբ եկեղեցու, ինչպես գիտեք, օրվա իշխանությունները հարձակվել են մեր ինքնության դեմ, մեր եկեղեցու դեմ, եւ մենք յուրօրինակ միասնականության ակցիա ենք իրականացնում ստորագրահավաքի միջոցով։ Այս պահին գտնվում ենք Էջմիածնի Չարենց թաղամասում եւ նաեւ տնետուն տարբերակով ենք աշխատելու։ Հիմա մենք այդ թաղամասի առաջին իսկ բնակարանից կփորձենք արդեն եւ ստորագրություն հավաքել եւ ներկայացնել մեր մոտեցումները։ Մեզ հետ են նաեւ մեր թիմակիցները Դավիթ ջան, ինչպես է տրամադրությունը։ Նորմալ։ Դավիթ Կարապետյանը, ինչպես գիտեք, մեր ցուցակում է, ինքը ծաղկուքի նախկին ղեկավարն է եղել։ Եվ հիմա մենք միասին մասնակցելու ենք վաղ շաբաթի ընտրություններին։ Բարև ձեզ, կարելի է։ Հազար ներողություն եմ խնդրում, որ անհանգստացնում ենք։ Ես Անդրանիկ Թևանյանն եմ, մենք ճանաչում ենք, ուրախ ենք, համեցեք ներս, հարազատներ չեն։ Ուրեմն տեսեք, մենք լավ ենք, դուք լավ եք։ Մայր Հայաստանը իրականացնում է ստորագրահավաքի ակցիա ի պաշտպանություն հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ մենք նաեւ տնետուն տարբերակով ենք աշխատում։ Դրա համար այս թաղամասից առաջինը ոնց որ ձեր տունն էր, հիմա մենք ուզում ենք ձեզ այնց ստորագրություն վերցնել։ Խնդիր չկա։ Հա։ Մենք մեր եկեղեցու կողքին ենք, միշտ եկեղեցու կողքին ենք եղել, միշտ էլ կմնանք։ Շատ շնորհակալություն։ Հիմա ուղղակի կխնդրեմ ձեր ազգանուն անունը ասեք։ Թադևոսյան Գոհարիկ։ Գրեմ ես։ Ուզեք ես գրեմ։ Դուք գրեք, ես ստորագրեմ։ Թադևոսյան Գոհարիկ։ Ոնց ես բալես։ Ինչ անունը։ Հələ արի։ Իմ անունը Անդրանիկա, քոնը ոնց է։ Բարևի, բոլորին բարևի, ձեռը։ Գարիկ։ Գարիկ։ Գարիկ ջան, քանի տարեկան ես։ 6։ Համեցեք ներս, հյուրասիրեք, ախա բալես։ Ահա։ Գրիգորյան Գեղամ գրի, մերրեմ քեզ։ Սա նաև իսկ ոնց է Էջմիածնում մարդիկ հասկանում են ինչա կատարվում։ Մարդիկ բոլորը եկեղեցու կողքին են եղել, միշտ էլ լինում են, միշտ ասենք որ խնդիր առնում, ասենք որ գալիս են ոստիկաններ այս կոմենքում, մեր ժողովուրդը միամուր մտնում են այնտեղ, տիրություն են անում, խնդրում են մեր եկեղեցու, մեր տերտերների կողքն ենք մենք միշտ, մենք ասում տված մարդիկ ենք, հավատացյալ ենք, հավատում ենք մեր եկեղեցուն, մենք բնականաբար ուզենք։ Այո, հիմա մեր ակցիան էլ հենց դրան է ուղղված, որ ցույց տանք, որ մարդիկ միասնական են։ Մենք ձեր կողքին ենք, մեր եկեղեցու կողքին ենք։ Համեցեք հյուրասիրեք։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, ուղղակի։ Մենք ենք շնորհակալ, որ եկել եք։ Ուղղակի մեզ կներեք իհարկե, որ Մենք ենք շնորհակալ, մենք շատ ուրախ ենք, մենք ձեր կողքին ենք, մեր եկեղեցու կողքին ենք։ Շատ շնորհակալություն։ Ձեզանից Հիմա մենք ոնց որ ասած աշխատանքի մեջ ենք, դրա համար հազար ներողություն եմ խնդրում, որ հյուրասիրությունից չենք օգտվելու, բայց մեկ ուրիշ անգամ։ Խնդրեմ, մեր դռները բաց է։ Եղավ, հայր ջան, շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։Ավորապես արդեն տեղյակ ենք, Գոհար ջան, ձերս Ամեն ինչից տեղյակ ենք, մենք ասում ենք, եկեղեցու կողքին ենք, ձեր կողքին ենք։ Շատ շնորհակալ եմ։ Մեր երեխեքով, մեր բոլոր գերդաստանով մենք ձեր կողքին ենք։ Շատ շնորհակալություն։ Մեծ գերդաստան։ Շատ լավ, շնորհակալություն։ Կողքին ենք։ Ձեր կողքին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Չէ, ներողություն եմ խնդրում, բայց մենք հիմա համաձայն եմ։ Հələ այնքան առիթներ կլինեն։ Շատ են գալու, շատ են գալու։ Եղավ։ Հələ այնքան են գալու։ Եղավ, անպայման։ ես էլ եմ ասում։ Մենք հիմա շենքերով ենք անցնելու։ Մենք հիմա շենքներ։ Էսի բայկի Ես Դավիթ ջան ուզում եմ ասեմ, գնամ ումը ասեմ, այս ծառը հայաթը սարքեմ, հա։ Հայաթը սարքեմ, հնարավորություն ունեմ, այս հայաթը սարքեմ, դեռ մենք ասեմ, քաղաքապետարանը չի սարքում, ոչ մի աջակցություն չունեն քաղաքապետարանից, շները չեն հակում, ագին վատ վիճակի մեջ։ Ես ոնց հասկացա, թափառող շների խնդիրը շատ է, հա։ Գիշերները չեն քնում։ Երեխեքը չեն գալում, աղբը տանեն դապեն, աղբի ամանից դուրս են գալում, ես երեխեքի վրա են բռնում։ Քստիկի թայը տանում են, այսպես ասած, շները մտնում են մեր կոշիկերին է, քստիկների սաղ տանում են։ Դե կլուծվի, ոչինչ, sense չի մնա։ Շատ շնորհակալություն։ Դե միասնական։ Էդի հաստատը տես չի։ Շնորհակալություն։
Հարգելի հայրենակիցներ, մենք հիմա արդեն շարունակելու ենք ըստ բնակարանների մոտենալ եւ քաղաքացիներին առաջարկել յուրօրինակ միասնության ակցիային մասնակից դառնալ իրենց ստորագրություններով եւ պաշտպանել մեր եկեղեցին։ Բարև ձեզ։ Ես կարծում եմ, որ այս ակցիայով մենք նաեւ օրվա իշխանություններին, օրվա անաստված իշխանություններին ցույց կտանք, որ ժողովուրդը իրենց տեսակետը չի կիսում։ Մենք գիտենք իհարկե, որ ժողովուրդը չի կիսում իրենց տեսակետը եւ պետության հետ կապված իրենց պատկերացումների մասով եւ հայ առաքելական եկեղեցու մասով, բայց սա նաեւ յուրօրինակ ակցիա է, որպեսզի մարդիկ ավելի ակտիվ լինեն, մասնակից դառնան տարբեր գործընթացների, այնպես որ այս ակցիան շարունակվելու է եւ մենք կարողանալու ենք մարդկանց մոբիլիզացիա ապահովել, իսկ եկեղեցու դեմ սրանց ցանկացած կազմակերպած ակցիա կարծում եմ պետք է համարժեք հակազդեցության արժանանա։ Հիմա այս պայն բարև ձեզ։ Ինչպես եք։ Շատ լավ։ Ռաֆայել։ Հիմա այս պահին շարունակվում է ակցիան։ Տեղյակ եք մեր ակցիայից, թե նոր եք իմանում։ Իմացել եմ, Շատ շնորհակալություն, որ միացան։ Հիմա մեր քաղաքացիները արդեն միանում են ստորագրահավաքին, սա բարև ձեզ նոր թաղամաս է։ Նախկին օրերին մենք հիմնականում կենտրոնում էինք Էջմիածնի եւ հարակից փողոցներում, հիմա եկել ենք Չարենց թաղամաս, որը էջմիածինցիները կոչում են Բոյնի։ Այդ Բոյնի թաղամասում ենք եւ մեր ակցիան շարունակելու ենք արդեն այս թաղամասում։ Պետք է նկատեմ, որ սեփական տները քիչ են այստեղ գոնե այն հատվածում, որ մենք գտնվում ենք եւ շենքերի բնակիչներ են, սեփական տները մյուս հատվածում են ընկնում։ Մենք իհարկե տնետուն տարբերակով ենք ստորագրահավաքի իրականացնելու։ Բարև ձեզ։ Եվ այդ ակցիան, որ ավարտենք, ես համոզված եմ, որ հազարավոր ստորագրություններ են լինելու եւ մենք կարողանալու ենք էջմիածինցիների միասնական ջանքերը նաեւ այսպես նյութականացնել։ Բարև ձեզ, մայրիկ ջան։ Կոդ չկա, չէ՞ դրանը։ Դրան վրա կոդ չկա, չէ՞, կարող ենք մտնել։ Դե հեսա ձեզ էլ կայցելենք։ Հիմա մենք արդեն շենքերով կմտնենք, այս պահին այսքանը, եղեք կապի մեջ եւ միասնաբար մերժենք այս անաստված իշխանություններին եւ ցույց տանք, որ միասնական ենք մեր եկեղեցու հետ։ Առայժմ